ասում եք չեն տարել դա։ Ոչ, չէին կարող տանել։ Ով է իմանում, նրանց մեր տունել են եկել, իրենք չգիտեն ինչ են փնտրում։ Նկատի ունեմ համակարգիչներ են նայել, ինչ են նայել։ Չեմ կարող ասել, ներսը չեմ եղել, էլի։ Պարոն Ղազինյան, իսկ որ ասում եք հավանաբար անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այսինքն դուք Չէ, ասում եմ հավանաբար այդ գործով անձեռնմխելիությունից իրեն զրկել է արդեն ԿՀ-ն։ Դե Ուղղակի կալանավորման թույլտվություն չի տվել։ Շատ լավ, իսկ ինչպես եք ընդհանուր առմամբ գնահատում այս process-ը։ Վախ, ուրիշ ոչ մի բան։ Հաղթող իշխանության ճակերտների մեջ հերթական վախերն են։ Եթե չեմ սխալվում, արդեն երրորդ նախուզարկությունը Կարապետյանը ստանա, այնպես որ դուք էլ Նարեկին ստանուր Կարապետյանը։ Չէ, Նարեկ Կարապետյանը։ Եթե չեմ սխալվում, մի հատ եղել էր հեծի ժամանակ, եթե չեմ սխալվում, երրորդն է։ Իսկ դուք ինչ եք կարծում, կամ տեղեկություններ ունեք, եթե արդեն խորհրդարանը ձևավորվի աշխատանքը սկսվի կալանքի հարցով հնարավոր է միջնորդությունը բերի գլխավոր դատախազը խորհրդարանը։ Չեմ կարող ասել, խորհուրդ կտամ չբերեն, որովհետև գիտեք ԿՀ-ի հարթակը այլ է քննարկելու այնտեղ նամանավանդ որ ԿՀ-ն երբեք համաձայնություն չի տալիս բաց։ Ես օրինակ իմ գործով պնդեցի, որ բաց լինի, չհամաձայնվեցին։ Խորհուրդ չեմ տա, որովհետև այդ բոլոր գործերը, որոնք կան, այդ նաև պարոն Կարապետյանինը, իրենք ծիծաղի առարկա են դառնալու ուղղակի, էլի։ Իսկ ազգային ժողովում գիտեք ոնց է քննարկվում, այո, հարց պատասխաններով, նաև այն անձում նկատմամբ այդ մեղադրանքը կա, ինքը իրավունք ունի խոսելու մի խոսքով։ Հրապարակայնությունը շատ մեծ է։ Իսկ Ընդհանրապես ժամանակահատվածի մասին կուզեի խոսել պարոն Ղազինյան, մեկ օրից ձևավորվում է նոր խորհրդարանը, որտեղ պետք է ներկայանար նաև Նարեկ Կարապետյանը։ Բայց ինչի ներկայանալու է։ Ներկայանալու է երևի։ Սա համարում եք որպես դրան ընդառաջ նոր ճնշումներ եւ ինչպես եք մեկնաբանում, մենք մի քիչ շուտ։ Երբ որ մարդ դժվար հասկանալու այդ խնդիրը ունենում, այդ արդեն իր խնդիրն է։ Լավ, այսքանից հետո չհասկացան, որ այդ ձեր ասած ճնշումները չի աշխատում։ Ուղղակի չի աշխատում։ Մեր ուժից ոչ ոք ոչ վախենում է նստելուց, ոչ վախենում է խուզարկությունից, ոչ վախենում է գաղտնալսումներից։ Ուզում ասեմ, անիմաստ զբաղմունք, տեսնում եք այդ պետական ռեսուրսի վատնման կլասիկ ձևը։ Ամբողջ իրավապահ մարմիններին միատեսքով, միատենքով, առավոտյան, եթե չեմ սխալվում, արդեն քանի ամիս է այդ հակակոռուպցիոնը համար 1-ի տակ աշխատում, այս ամբողջ իրավապահ մարմինները, այնպես որ Այսինքն պարոն Ղազինյան, դուք համարում եք, որ այս ամբողջ process-ը ձեր թիմակիցների նկատմամբ քաղաքական հրահանգով է Իհարկե, բնականաբար, եւ մեկ մարդու։ Մնացածը բոլորը կատարողներ են, թող ոչ մի քիչ չթվավ իրենք ինչ-որ բան են որոշ։ Իսկ բացի քննչական կոմիտեից ԱԱԾ-ից էլ կային այսօր։ Չեմ տեսել, ես եկել եմ արդեն գնացած եմ ապել։ Նարեկ Կարապետյանից։ Կտեսնեմ հեսա իհարկե, բայց այս պայմանությամբ չեմ տեսել։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։